Սա հայ ազգին տանջեց, ինչ արեց կամ չարեց Գարեգինը, փոքրիկ Տիգրանի դեմ։ Եվ այսպես ուշադրություն, շատ ցավալի թեմա ենք ուզում անդրադարձ կատարել։ Հայ ժողովուրդը 20 օր լարված սպասում էր փոքրիկ Տիգրանի հայտնվելու։ Հայ ժողովուրդը 20 օր Հայաստանում, Հայաստանից դուրս, աշխարհի բոլոր հայերը ամեն օր սրտացավ սպասում էին այդ երեխայի գտնվելու։ Մի անգամ մի եկեղեցական չխոսեց երեխայի մասին, երեխային գետից գտան, մի անգամ մի եկեղեցական խոսքը սրբազանների մասնա չգնաց եւ չհանդիպեց ընտանիքի անդամների հետ, աղոթք չբարձրաձայնեցին, երեխան որ կորել էր կարող էին աղոթել, պատարակ մատուցել, որտեվ դա սովորական թեմա չէր։ Ամբողջ հայ ազգը այդ երեխայով էր տարված եւ այո, պետք էր դա այդպես լիներ եւ դա այդպես եղավ։ Այս ազգը, որ սենց սրտացավ նեղ պահին համախմբվող ազգ է, այս ազգին սենց եկեղեցականներ պետք չեն, ովքեր որ ազգի նեղության ժամանակ անհետանում են, ազգի լենության ժամանակ հայտնվում են, ասում են բերեք եկեղեցի կառուցեք, եկեղեցուն նվիրաբերություն արեք, ինչքան միլիարդատեր ունենք, եկեղեցականները գրեթե բոլորին համոզեցին, եկեղեցիներ սարքեցին, վերակառուցեցին իբր թե մեծ ուր են այդ միլիարդները, չնչին գումարներ ծախսվել են վերանորոգման վրա, բայց ինչ որտեղ մարդիկ Բենթլիներով են պտտվում։ Նաև նպատակ չունենք երեխայի ողբերգություն, ընտանիքի ողբերգությունը շոշափելով հարված հասցնենք եկեղեցուն, դա իհարկե կստացվի, բայց չենք կարող չասել սա։ Թող ընտանիքի անդամները մեզ ներեն, որ իրենց երեխայի մասին ենք խոսում եկեղեցականներին փնովելով, բայց մենք ասում ենք իրականություն եւ ընդհանրապես եկեղեցականներին փնովելու ցանկություն չունենք։ Կա իրականություն, ուզում ես դա ընդունիր լավով, ուզում ես դա ընդունիր վատով։ Մենք ընդունում ենք դա վատով, որովհետեւ մենք նորմալ մարդ ենք։ Բա լավ, այս ազգի կողքին այս եկեղեցականները երբ են լինելու։ Մենք քրիստոնյա ենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, բայց մենք չենք ստանում այն աջակցությունը, որը պետքա ստանայինք եկեղեցու կողմից հոգևոր աջակցության մասնախոսքը, եւ ոնց կարան այս մարդիկ Աստծո խոսք քարոզեն, մենք չենք կարծում, որ ժողովրդից այսքան հեռու լինելը ճիշտ է, մենք չենք կարծում, որ ժողովրդի դժբախտության վրա ուղակի թքած ունենալ կողքից նայելը ճիշտ է։ Ինչա, Ղարաբաղի մասին այդքան ձեզ կտրտում էիք, Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը տվեցին։ Ղարաբաղը ոչ մեկ չի տվել, տեղի է ունեցել Ղարաբաղյան պատերազմ, մեր պետությունը, քանի որ թալանված պետություն էր, չի ունեցել համապատասխան բանակ, սպառազինություն, որ կարողանա դիմակայել Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Իսրայելի հարձակմանը եւ նաեւ նրանք ունեին իրենց աջակիցներ, այսինքն կարելի ասել 10 պետությունով, եթե աջակիցներին էլ հաշվենք, հարձակվել են Հայաստանի Հանրապետության վրա, եկեղեցին էլ մեջից, 5-րդ շարասյունն էլ մեջից։ Մենք չենք ուզում իշխանության երեսը լվանալ, թող իշխանությունը իր երեսը լվանա, բայց մենք ունենք մի հատ ճշմարտություն, որը ասելով, եթե դուրս է գալիս դու աջակցում ես իշխանությանը, շատ սխալ է։ Մենք որևէ մեկին չենք աջակցում, բայց նաև մենք չենք կարող ճշմարտությունը չասել ու չբողոքել նրանից, որ այս մարդիկ երբ որ պետք է չեն լինում ժողովրդի կողքին։ Գարեգին Բ կաթողիկոսը կարող էր հրաման տալ իր երիտասարդ եկեղեցականներից մեկին, որ իրենց եկեղեցու էջով մի հատ փոքրիկ ցավակցական ուղերձ հղեն երեխայի ընտանիքի անդամներին, դա ամենափոքր բանն էր, որ կարող էին անել, իսկ իրականում պետքա սրբազանները գնային եւ լինեն գյուղում ընտանիքի կողքին կամ եկեղեցիներում աղոթք բարձրացնեն երեխայի համար, որ նա գտնվեր, իսկ եթե գտել էին արդեն, պետքա աղոթք բարձրացնեիք երեխայի հոգու հանգստության համար։ Եվ այսպես ուշադրություն Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շատ կոպիտ գրառում է կատարել սրբազաններից մեկի հասցեին, նրան մեղադրելով ուսակրոնությունը խախտելու մեջ։ Սա շատ մեղմ ասած իհարկե, եւ այսպես եկեղեցի իշխանություն բախումները, դա նրանց է, որովհետեւ եկեղեցին ինքը եղել է միշտ քաղաքական կառույց, միշտ Հայաստանի իշխանության հովանու ներքո է գործել եկեղեցին։ Նախկին իշխանությունների օրոքը Բենթլիներով, Յաշիկներով
Ռոյսերով էին պտտվում եկեղեցականները, սրբազանները, ունեին դղյակներ, ունեին կարողություններ եւ կնիկը ինչա որ չունենան։ Մենք գիտենք, որ եկեղեցում ունենք շատ լուրջ խնդրեմ։ Մենք գիտենք, որ եկեղեցու այսօրվա վերնախավի գործողությունների արդյունքում մեր նոր սերունդները կտրվում են հայ առաքելական եկեղեցուց, հայկական դարավոր այս պահպանված սրբագույն արժեքից, կամ դառնում են աթեիստ, կամ փորձում են իրենց կրոնական հոգևոր սնունդը գտնել այլ ինչ-որ կասկածելի կառույցներում, սեկտաներում, ինչը որ այսօր տարածված է։ Դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չի։ Դրա մեղավորը Հայաստանի եկեղեցական վերնախավն է, որը այնպիսի տպավորություն է թողնում մարդկանց մոտ, որ մարդիկ նույնիսկ որոշ մարդկանց մասն ենք ասում մեծամասնության եկեղեցի էլ չեն ուզում այցելել, դա ուղղակի այսպես սիմվոլիկ բնույթ այլևս կրում, շատ լավ իմանալու, որ շատ եկեղեցիներ կան, որ Հայաստանի Հանրապետությունում այնտեղ Աստված չկա։ Եվ այո, Աստված պետք է լինի ամեն մարդու մեջ, այլ ոչ թե քարի կառույցում, որտեղ որ տիրում է կոռուպցիան, հասարակ մարդկանցից ինչ-որ գումարի դիմաց աղոտ քանեն, գումարի դիմաց կնունք անեն, գումարի դիմաց հարսանիք անեն, եւ մենք չենք կարծում, որ ինչ-որ մի կառույց, որտեղ որ առևտուր է գնում, այնտեղ Աստծո անունը արժե տալ։ Իսկ ինչ է անում Գարեգին Բ կաթողիկոսը, մեզ նկարներ ուղարկեցին Աղարծին վանքից, վանքի ինչ-որ մի հատվածում, որտեղ որ ըստ էության կատարվում է իրենց վանականների հանդիպումները, հավաքները եւ քննարկումները, այդ սրահում սրբապատկերները հանված էր, փոխարենը մեծ 1.5-2 մետրանոց Գարեգին Բ կաթողիկոսի նկարներ փակցրված հենց մեջտեղում, որ բոլորը տեսնեն, թե ով է այսօրվա հայ առաքելական եկեղեցու եկեղեցականների պաշտամունքը։ Այսինքն ինչ է նշանակում սրբապատկերները հանել, փառաբանել Գարեգինին, բաղուր մնաց Աստված։ Եվ այո, մենք հասկացանք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա եկեղեցականների վերնախավի որոշ անդամներ իրենց հավատքը Աստծուն ուղղելու փոխարեն ուղղել են Գարեգինին, եւ Գարեգինին դա շատ դուր է եկել, եւ Գարեգինը պայքար է մղում այս ձևաչափով, թե Աստծո դեմ, թե Հայաստանի իշխանության դեմ, իշխանության դեմ իշխան ուզում ես կռիվ տուր, դա քո խնդիրն է, բայց Աստծո դեմ նման կռիվներ տալ իհարկե պետք չէ եւ Աստծո տունը ոչ առևտրի տեղ է, ոչ էլ չուլան է, որ ձեր հին իրերը բերեք եւ լցնեք եկեղեցիներ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շատ մեծ մասը Գարեգին Բ կաթողիկոսին չի համարում ճիշտ կաթողիկոս, սիրված կաթողիկոս ժողովրդի կողմից։ Ինչի է այսպես։ Չի կարող մարդը լինել լավը եւ նրան ուղղակի անիմաստ տեղը չսիրեն։ Սա նրանից է, որ եկեղեցին ժողովրդի կողքին չէ եւ ժողովուրդն էլ եկեղեցու կողքին չէ։ Եվ դրա միակ մեղավորը Գարեգինապաշտությունն է Աստծո փոխարեն։